Տենք Փաշինյանին։ Իր այդ իբր հակակարողությունը մի քանի հիմնական գիծ ուներ։ Եկեք հատ-առհատ ամեն մեկով գնանք, դուք սպառազինության մասին խոսեցիք, ես ուզում եմ սկսեմ թոկի հատվածից, եթե դեմ չեք։ Ամենից։ Ինքը նորից տարավ այդ հիմար խոսույթը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը թոք էր Հայաստանի վրա ու գնաց անդին բացահայտ կեղծիքով։ Ինքը ասեց Լեռնային Ղարաբաղը թոք էր, իր ժողովրդների իրավունքներ եւ պատմական արդարությունը հանդիսանում էր այդ թոքի թելը։ Ուզում եմ հիշեցնել եւ նախագահ Սարգսյանը դրա մասին ինտերվյուում ասաց, որ ինքնաիրավունքներ հասկացությունը, իրավունքներ եւ ազատություններ, դա փաշինյանական ներմուծած բանակցային թեզ է։ Մեր ժամանակ հստակորեն կար 3 սկզբունք, որոնցից մեկը ինքնորոշման իրավունք։ Այսինքն այդ իրավունքներ, արդարություն, ամորֆ եւ շատ վատ հնարավոր զարգացումներ պարունակող թեզերը, որը ինքը հիմա փորձում է ներկայացնել որպես թոք, դա իր թեզն էր։ Այսինքն ինքը իր ստատուսի մեջ ինչ որ գրել է, որ ժողովրդների իրավունքներ պատմական արդարությունը թոք էր Հայաստանի վրա, դա ընդհանրապես հաստատում է նախագահ Սարգսյանի ասածը, որովհետև բանակցային դաշտ այդ կետերը բերել է ինքը։ Առաջ իրենից առաջ արդարության որ լուծումը պիտի լինի արդար եզրույթով, ոչ մի միջազգային դերակատար չի խոսել։ Հաջորդը թոք կարճացնելու հետ կապված։ Ինքը ասաց, որ յուրաքանչյուր հայտարարությունը համանախագահների թոք կարճացնելու գործողություն էր։ Հիմա ես տալիս եմ մի պարզ հարց։ 20 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի ինքնորոշման իրավունքից խոսել է։ ԵՄ ամենաբարձր պաշտոնյաները միջազգային արտաքին հարաբերություններով զբաղվող դրա մասին խոսել են։ ԱՄՆ Հայաստանում այն ժամանակվա դեսպանը ինքնորոշման իրավունքի եզրույթը օգտագործել է։ Դո մի 2 տարի առաջ Գերմանիայի կանցլերն է օգտագործել այդ եզրույթը։ Նախկին կանցլեր Շոլցը։ Արդեն այո, Շոլցը, մերձի մասին չենք խոսում։ Այսինքն նույնիսկ օգոստոսյան փաստաթղթի արձագանքների մեջ, եթե նայենք Կանադայի արձագանքը, այնտեղ ինքնորոշման իրավունք եզրույթը շոշափվում է։ Հիմա այդ ինչ թոք էր, որ նույնիսկ քո զրոյական դրանով զբաղվելու պարագայում այսքան տարի շարունակ այդ կետը շարունակել է։ Բայց պարզ չի ինչ նկատի ունի։